Բայց սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Եթերը նորից քարտեզրապայելով կանեմ, խոսքը նորից Իրանին է վերաբերվում, Իրան-ամերիկյան հարաբերություններին, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել, կլինի արդյոք պատերազմ, թե փոխհամաձայնության կգան, որոշակի պայմանավորվածություններով ամերիկացիները կհասնեն իրանց ուզածին։ Իհարկե, այստեղ հստակ պարզ չի ամերիկացիները իրականում ինչ են ասում ու ինչ են ուզում, հնարավոր է իրանք մի բան խոսում են, բայց իրենց նպատակը բոլորովին այլ է։ Առաջնային խոսում են այն մասին, որ բնական է Իրանին ուզում են զինաթափեն, որ Իրանը այլևս չարտադրի այն զենքերը, որով սպառնում է Իսրայելին։ Դա գաղտնիք չի, դա Իրանի հայտարարություններն է, որ միշտ եղել է Իսրայելի հանդեպ, ու մենք տեսանք, որ 12 օրվա պատերազմի մեջ Իրանը ունի նաև հրթիռներ, որոնք բավականին մեծ ավերածություններ բերեցին Իսրայելում։ Որպեսզի նման վտանգներից խուսափեն, բնական է Իրանին փորձում են տանեն սահմանափակումների մեջ, որ Իրանը հրաժարվի նման մտահղացումներից ու հետագայում Իսրայելի համար վտանգ չներկայացնի։ Գիտեք, ուղղակի խոստումներ ստանալը ու հավատալ Իրանին, անկեղծ ասած, մի քիչ դժվար է, ու ամերիկացիները դա շատ լավ հասկանում են, ու բնական է այն ինչ որ պայմանավորվում են, դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Հիմնական նպատակը ամերիկացիների դա իշխանափոխությունն է Իրանի տարածքում, ղեկավարություն, որը չի լինի հակասիոնական, այսինքն հակաիսրայելական, որ չի ցանկանա Իսրայելի ոչնչացումը։ Նման փոփոխության հասնելու համար բնական է պայմանավորվածությունների արդյունքում նման բանի չեն կարող հասնեն, չեն կարող պայմանավորվեն, ու Տրամպը չի կարող այաթոլլային ասի պայմանը սա է, որ պետք է իշխանությունը թողես ու հեռանաս ու այն էլ համաձայնվի։ Որպեսզի նման փոփոխություն լինի, բնական է դա լինելու է արդեն հեղաշրջման արդյունքում, հեղափոխության արդյունքում, բողոքի ֆոնի վրա, որ Իրանի ժողովուրդը կարտահայտի այդ բողոքը, ինչը որ փորձ արվեց ու այս պահին դեռ հաջողության չի հասել։ Այս մասին խոսել եմ, որ նման ընթացքը, եթե իշխանափոխություն լինի, շատ շահավետ է և Իսրայելի համար, և Ամերիկայի համար, և Հայաստանի համար, այլ մանավանդ, որ դրանից հետո եթե իշխանափոխություն լինի ու Իրանի ղեկավարությունը լինի արևմտամետ, բնական է արդեն օգտագործվելու է հյուսիս-հարավ ճանապարհը, Հայաստանի տարածքը, ու սա փոխշահավետ է և Իրանի համար, և Հայաստանի համար, և Վրաստանի համար, և սրանից օգտվելու է նաև Եվրոպան, բայց այն ինչ որ կատարվում է, մենք դեռ չենք տեսնում, որ հնարավոր է, որ իշխանափոխություն տեղի ունենա։ Այս առումով կարևոր մի բան էլ կա, շատ կարևոր է Իրանի նավթը, օգտակար հանածոները, թե ով կվերահսկի դա։ Ամերիկացիները բնական է ուզում են վերահսկողությունը վերցնեն իրանց ձեռքերի մեջ, որովհետև Իրանի նավթը վերահսկելով իրանք նավթային քաղաքականություն են անցկացնելու, նավթի գները վերահսկելու են, իջեցնելու են, ու դրանով իսկ նաև հարվածելու են Ռուսաստանին, որպեսզի ռուսական նավթը այլևս չկարողանան վաճառեն, շահույթ չստանան ու չկարողանան Ուկրաինայում հասնեն այն հաջողություններին, որ մինչև հիմա ունեն։ Ամերիկացիները այս ծրագիրը, որ իրականացնում են Իրանում նավթի հետ կապված, դա բավականին երկար ժամանակվա պատմություն է։ Գիտեք, հետաքրքիրը որն է, որ 2 օր առաջ շատ հետաքրքիր մի երազ եմ տեսել, ու իմ համար շատ զարմանալի էր իրականում։ Ես այդ երազից մեջ տեսնում էի պատերազմ Ամերիկայի և Ճապոնիայի միջև Իրանի համար, Իրանի նավթի համար, ու դա 41-45 թվականներն էր, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներն էր, որը ավարտվեց ամերիկացիների հաղթանակով, երբ որ ամերիկացիները գիտեք, որ
Ճապոնիայում ատոմային ռումբ գցելով ավարտին հասցրեցին այդ պատերազմը։ Այսինքն Ճապոնիան դուրս մղվեց այդ պայքարից։ Ես երբևէ չեմ իմացել, որ Ճապոնիան ներգրավված է եղել Ամերիկայի այդ պատերազմում Իրանի նավթի համար։ Էդին երազի մեջ ես առաջին անգամ դրա մասին լսում էի, գուցե սրա մասին լսողները ինչ որ բան կարտահայտեն, գուցե կան պատմական փաստեր, որ սրա մասին կխոսեն, բայց հետաքրքիրը գիտեք որն է, որ այդ երազի մեջ կա շարունակություն, որ Իրանի համար պայքարը շարունակում է գնալ նավթի համար, բայց այս անգամ պայքարը գնում է արդեն Ամերիկայի ու Եվրոպայի միջև։ Ու Եվրոպայից ես լսում էի երկու անուն՝ Ֆրանսիա ու Պորտուգալիա։ Եթե Ֆրանսիայի դեպքում ես չզարմացա, որովհետև Ֆրանսիան բավականին ակտիվ է մեր տարածաշրջանում, ապա Պորտուգալիան ինձ իրականում զարմացրեց, ու ես մտածում էի ինչ կապ ունի Պորտուգալիան, երբևէ իր անունը չեմ լսել, երբևէ ինքը ակտիվ չի եղել, բայց ես ուղղակի պատմեմ ոնց կա։ Ու հետաքրքիր մի բան էլ կար, այս պայքարի մեջ, երբ որ ես տեսնում էի Իրանի համար, Իրանի նավթի համար պայքարը, միաժամանակ պայքար էր նաև մեր հանրապետությունները, որ կան Կովկասի, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, այս կոնտեքստի մեջ էր, Իրանի հետ միասին նույն կոնտեքստի մեջ էր դիտվում, պայքարը ոնց գնում էր Իրանի նավթի համար, նույն ձև գնում էր ամբողջությամբ Կովկասյան հանրապետությունների համար կամ անդերկովկասյան հանրապետությունների համար։ Այս ամեն ինչը շատ կարևոր է, որ մենք կարողանանք դիտարկենք այս տեսանկյունից։ Խոսքը մենակ չի վերաբերվում, որ ամերիկացիները ուզում են զինաթափեն Իրանը։ Ամերիկացիների համար շատ կարևոր է տարածաշրջանը ու շատ կարևոր է, որ իրանք վերահսկեն նավթային ռեսուրսները եւ Իրանում եւ Ադրբեջանում։ Սա այդ երազի մեջ իմ տեսած ամբողջ պատկերն էր, որը այս պահի համար, այս օրերի համար Աստված ցույց էր տալի, որ այս պայքարի մեջ է ամբողջը ընթանում։ Եվ այս կոնտեքստի մեջ եթե նայենք, գուցե եւ մենք շատ բաներ ուրիշ ձևով սկսենք հասկանալ, թե ինչ պատերազմ է սա, ինչ լարվածություն է սա ու ինչ հեռանկար ունի։ Ուժերը ինչի համար են նման ձևով իրանց դրսևորում, իրանց արտահայտությունները, իրանց ռետորաբանությունը գուցե կարողանանք հասկանանք։ Ամեն դեպքում այն ինչ որ կատարվում է տարածաշրջանում, այս պահի դրությամբ Հայաստանի շահերից չի։ Ես այս ձև կարամ ասեմ, որովհետև ցանկացած պատերազմական գործողություն կարա բերի տարածաշրջանի ապակայունացմանը, քաոսին, ու մենք գիտենք, որ բավականին մեծ քանակությամբ ադրբեջանցիներ, որ հենց այս հատվածում են ապրում Իրանում, իրանք բնական է օգտվելու են առիթից, ու եթե իրանց չհաջողվի Թուրքիա, Իրան, Ադրբեջան այս միությունը ստեղծել, ապա այստեղի ադրբեջանցիները շատ մեծ հավանականություն կա, որ կուզենան տեղափոխվեն Հայաստան, որովհետև բոլորդ էլ երևի գիտեք, որ 20 թվականից դեռ սկսած Ադրբեջան-Իրան սահմանը փակ է կորոնայից հետո, այսինքն ցամաքային ճանապարհով ադրբեջանցիները, որ ուզենան գնան իրանց Ադրբեջան, իրանք այդ հնարավորությունից զրկված են։ Այս պահին Թուրքիան այս հատվածում Իրանի հետ սահմանում ինչ որ շինություններ է կառուցում, որպեսզի թույլ չտա, որ Իրանի այս հատվածում գտնվող մարդիկ փախնեն, փախստականները գան Թուրքիա։ Տեսեք, իրանք պաշտպանված են, եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ասես թե պաշտպանված են այդ քաոսի արդյունքում, պատերազմի արդյունքում ժողովրդի փախստականների այդ հոսքից։ Իսկ Հայաստանի սահմանը ստացվում է, որ ամենահարմար սահմանն է հենց ադրբեջանցիների համար, որոնք էլ եւ առիթը օգտագործելով բնական առաջին հերթին կլցվեն Սյունիք։ Ու սա իհարկե մեր համար շատ ցավալի արդյունք է, դրա համար պատերազմը ոչ մի ձևով չի բխում Հայաստանի շահերից, ու պատերազմը Իրանի դեմ նույնն է, թե կարելի ասել, որ սա պատերազմը Հայաստանի դեմ։ Ու սա առաջին հերթին իհարկե գործողություն է, որ փորձում են իրականացնեն Աստծո կամքի դեմ, որովհետև Մինի Արարատի ազգանազի թագավորությունը Աստված
պատրաստում է որպես քրիստոնեական տարածք, ոչ թե որ լցված լինի մուսուլմաններով։ Այսինքն, եթե միշտ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը եղել է Հայաստանը դիտել որպես տարածք առանց հայերի, ապա ստացվում է, որ այս պատերազմի արդյունքում այդ վտանգը նորից կախվում է Հայաստանի գլխին ու Իրանի ադրբեջանցիները կարան լցվեն Հայաստան, որոնք բավականին մեծ քանակություն են իրանցից ներկայացնում։ Դրա համար այն ամեն ինչը ինչ որ կա, ես ուզում եմ բերեմ Աստծո առաջ, Հայր, ամեն գործողություն քո կամքի դեմ թող լինի դատապարտված։ Ամեն փորձ սատանայի կողմից Հայաստանը լցնել իսլամական ուժերով, թող քո Սուրբ Հոգու զորության մեջ դադարի, արգելվի, անհաջողության մատնվի։ Սատանայական ամեն մի ծրագիրը քո տեսիլքի դեմ թող խափանվի։ Եթե նույնիսկ ամերիկացիները Իսրայելի շահերը պաշտպանելով փորձում են քո կամքի համապատասխան գործեն, միևնույնն է պետք է իրանք հաշվի առնեն Հայաստանի շահերը ու իրանք պետք է ամեն ինչ անեն, որ Մինի Արարատի ազգանազի թագավորությունը լինի քրիստոնեական տարածք, ոչ թե իսլամական։ Եթե ամերիկացիների ծրագրերի մեջ ուրիշ բան է, որը քո կամքին հակառակ է, ես ուզում եմ, որ դու խափանես ամերիկացիների ծրագրերը, որոնք գործողություն են քո կամքի դեմ։ Ամեն իրավիճակ թող պտտվի այն ձև, որ քո տեսիլքը իրականանա, որ Մինի Արարատի ազգանազի թագավորությունը հարություն առնի ու այս տարածքը ամբողջությամբ լինի բնակեցված քրիստոնյաներով, անկախ ազգությունից, բոլորը լինեն քրիստոնյա, ճանաչեն քեզ Հիսուս Քրիստոս ու կատարեն քո կամքը, այն հանձնարարությունը, որ քո կողմից տրված է, որպեսզի մենք քո անունը մեր շուրթերին ջարդենք ամեն սուտ աստվածների ներկայությունն ու իշխանությունը մեր տարածաշրջանից ու մարդկանց ազատենք ամեն գերությունից ու միաժամանակ վահան հանդիսանանք Իսրայելի համար, որի գլխին կախված է իսլամական սուրը, սատանայի ծրագիրը, որը վերջնական նպատակային ուղղված է Իսրայելի դեմ, որը նկարագրված է Հայտնության գրքում։ Աստված իմ, ամեն իրավիճակ թող պտտվի այն ձև, որ Իրանը չցանկանա Իսրայելի ոչնչացումը։ Թող հայ-իրանական, հայ-իսրայելական, Իրան-իսրայելական, Իրան-ամերիկան հարաբերությունները վերականգնվեն քո կամքի մեջ, քո կամքի համաձայն, որ մեկը մյուսի օրհնությունը դառնան ու ոչ թե իրար մահաբեր վտանգ իրանցից ներկայացնեն։ Հայր, պտտիր իրավիճակները քո կամքի համաձայն ու ամեն բան, ինչ որ բարձրացած էր քո կամքի դեմ, թող խոնարհվի քո ոտքերի տակ ու քո կամքը հաղթանակ տանի այս տարածաշրջանում։ Տարածք, որտեղի Տերը դու ես Հիսուս, որտեղ ամեն բան քո վերահսկողության մեջ է ու ամեն բան քո կամքի դեմ բարձրացած, դատապարտված է անհաջողության։ Հայր, քո փառավոր հաղթանակը մեր տարածաշրջանի վրա քո կամքի համաձայն Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։